Աննա Ֆրանկի օրագիրը 12 հունիսի 1942 թվական Հուսով եմ, որ այն ամեն, ինչ երբեք չեմ վստահել ոչ ոքի, կարող եմ վստահել քեզ Հուսով եմ, որ դու ինձ զորավիք կլինես Կիրակի 14 հունիսի 1942 թվական Ուրբաթ օրը ժամը 6-ին ես արդեն արթուն էի և միանգամից այն հասկանալի է իմ ծննդյան օրն էր բայց իհարկե այդքան շուտ վեր կենալը չէր կարելի ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչև 7-ին քառորդ պակաս սակայն այլևս համբերել չկարողացա գնացի սեղանատուն որտեղ և հանդիպեցի Մավրիկին մեր կատվի ձագին որը քսմսվեց ոտքերիս Ժամը 7-ին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ Հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ և սկսեցինք նայել նվերները Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա Դու իմ ամենալավ նվերն էիր Ինձ նվիրել էին նաև վարդերի մի փունջ, կակտուս և պիոն Դրանք իմ ստացած առաջին ցեղիկներն էին Բայց հետո ավելի շատ բերեցին Հայրիկը և մայրիկը շատ նվերներ էին առել ինձ համար, իսկ ընկերներս իրենց նվերներով պարզապես շլացրել էին ինձ։ Ստացել էի կամերա գիրքը, սեղանի խաղեր, բազմաթիվ քաղցրավենիք, խաղալիք հանելուկ, բրոշկա, Յոզեֆ Քոենի հոլանդական հեքիաթներն ու լեգենդները, Դեզին մեկնում են լեռները հրաշալի գիրքը ու փող։ Ես այդ փողերով գնեցի Հին Հունաստանի և Հռոմի առասպելները սքանչելի գիրքը։ Հետո Լիզը եկավ մեր տուն, և մենք միասին գնացինք դպրոց։ Ես ուսուցիչներին և մեր ամբողջ դասարանին կոնֆետ հյուրասիրեցի, հետո սկսեցինք դասերը։ Առայժմ այսքանը։ Այնքան ուրախ եմ, որ դու կաս ինձ համար։ Երկուշաբթի 15 հունիսի 1942 թվական Շաբաթ օրը ճաշից հետո կատարեցինք իմ ծնունդը Մենք ցույց տվինք Փարուսի պահակը կինոնկարը Ռին Տին Տինի մասնակցությամբ Նկարը շատ դուր եկավ իմ ընկերուհիներին Նրանք չափից դուր չարաճճիություններ արեցին և մենք ուրախացանք Շատ տղաներ և աղջիկներ կային Մայրիկը միշտ հարցնում է թե ես հետագայում նրանցից որի հետ կուզենայի ամուսնանալ Նա երևի շատ կզարմանար, եթե իմանար, որ ես ուզում եմ ամուսնանալ Պետեր Վեսելի հետ, որովհետև երբ մայրս նրա մասին խոսում է, ես ոչ մի բան զգացնել չեմ տալիս։ Լիզ Հոլսենին և Սաննա Խոուտմանին 100 տարի կլինի ճանաչումը։ Մինչև հիմա էլ նրանք իմ ամենալավ ընկերուհիներն են։ Հետո ես հրեական գիմնազիայում ծանոթացա Յոբի Վան դեր Վալի հետ։ Մենք միասին շատ ենք լինում, և այժմ իմ ամենալավ ընկերուհին նա է։ Հիմա Լիզը ուրիշ աղջիկների հետ ավելի շատ է ընկերություն անում, իսկ Սաննան ուրիշ դպրոցում է սովորում, և նա էլ այնտեղ իր ընկերուհիներն ունի։ Շաբաթ 20 հունիսի 1942 թվական Մի քանի օր չգրեցի Ուզում էի լուրջ մտածել, թե ընդհանրապես ինչի համար է օրագիրը։ Ես մի տարօրինակ զգացում ունեմ։ Օրագիր եմ պահելու։ Ոչ միայն այն պատճառով, որ երբեք չեմ զբաղվել գրողի գործով։ Ինձ թվում է, որ հետագայում և ինձ, և առհասարակ բոլորի համար էլ հետաքրքիր չի լինի կարդալ 13-ամյա մի դպրոցականի զեղումները։ Բայց բանը դրանում չէ։ Ես ուզում եմ պարզապես գրել և կարևորն այն է, որ ուզում եմ ասել այն ամենը, ինչ որ կա իմ հոգում։ Թուղթն ամեն բան հանդուրժում է, հաճախ եմ այսպես մտածել տխուր օրերին, երբ նստել եմ գլուխը ձեռքերիս մեջ առած և չեմ իմացել ինչ անեմ։ Մեկ ուզեցել եմ տանը նստել, մեկ որևէ տեղ գնալ, և այդպես էլ տեղիցս չեմ շարժվել, ու շարունակ մտածել եմ, այո, թուղթն ամեն բան հանդուրժում է, Ես ոչ ոքի մտադիր չեմ ցույց տալու այն հաստ կազմով օրագիր կոչվող ճոռոն վերնագրով տետրը։
Իսկ եթե ցույց էլ տամ, ուրեմն ցույց կտամ իսկական ընկերոջս կամ իսկական ընկերուհուս։ Ուրիշներին դա հետաքրքիր չէ։ Ահա թե ինչու եմ ուզում օրագիր պահել, որովհետև իսկական ընկերուհի չունեմ։ Սա էլ պիտի բացատրել, թե չէ ոչ ոք չի հասկանա, թե այդ ինչպես է, որ 13-ամյա մի աղջիկ իրեն այնքան մենակ է զգում։ Իհարկե, դա բոլորովին էլ այդպես չէ։ Ես հրաշալի ծնողներ ունեմ, 16-ամյա մի քույրիկ և երևի 30-ից ոչ պակաս ծանոթներ կամ այսպես կոչված ընկերներ։ Բազմաթիվ երկրպագուներ ունեմ, որոնք աչք չեն հեռացնում ինձանից, իսկ դասերի ժամանակ նույնիսկ հայելիով որսում են իմ ժպիտը։ Ես շատ ազգականներ էլ ունեմ, հրաշալի քեռիներ, հորեղբայրներ, մորաքույրներ և հորաքույրներ։ Լավ տուն ունենք, ըստ էության ես ամեն ինչ ունեմ, բացի ընկերուհուց։ Իմ բոլոր ծանոթների հետ կարելի է միայն չարաճճություն անել և զվարճանալ, խոսել ամեն դատարկ բանի մասին, բայց մեկը չկա, որի հետ ես անկեղծորեն խոսեմ և ոնց որ ձեռքերս ու ոտքերս կապած լինեն, գուցե լավ կլիներ, որ ջրահավատ լինեի, բայց ոչինչ անել չեմ կարող, ափսոս։ Ահա թե ինչու է ինձ պետք օրագիրը, բայց որպեսզի ես իմ աչքի առաջ ունենամ իսկական ընկերուհի, որի մասին այնքան վաղուց երազում եմ, ես օրագիր չեմ պահի, միայն մեր փաստերի համար, ինչպես բոլորն են անում։ Ես այդ տետրը կպահեմ որպես ընկերուհի, նա կդառնա իմ ընկերուհին, և այդ ընկերուհուն ես կանվանեմ Քիթի։ Բայց ոչ ոք չի հասկանա, թե ես հանկարծ առանց որևէ բանի նամակագրություն սկսեմ Քիթիի հետ։ Դրա համար էլ սկզբում բոլորը կպատմեմ, իմ կենսագրությունը, չնայած որ դա ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Երբ իմ ծնողներն ամուսնացել են, հայրս 36 տարեկան էր, իսկ մայրս 25 տարեկան։ Իմ քույրը Մարգոն ծնվել է 1926 թվականին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1929 թվականի հունիսին 12-ին լույս աշխարհ եմ եկել և ես։ Մենք հրեաներ ենք, և դրա համար էլ ստիպված էինք 1933 թվականին գաղթել Հոլանդիա, որտեղ իմ հայրը դարձավ Տրավիս ակցիոներական ընկերության դիրեկտորներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապված է Կոլան ֆիրմայի հետ, որը տեղավորված է նույն շենքում։ Մենք էլ ուրիշների նման կյանքում շատ տագնապներ ենք ապրել, մեր հարազատները մնացել էին Գերմանիայում և հիտլերականները հետապնդում էին նրանց։ 1938 թվականի ջարդերից հետո մորս երկու եղբայրները փախան Ամերիկա, իսկ տատիկս եկավ մեզ մոտ։ Այն ժամանակ նա 73 տարեկան էր։ 40 տարեկանից հետո նրա կյանքը դժվարացել էր։ Սկզբում պատերազմ, հետո կապիտուլյացիա, հետո գերմանական օկուպացիա և հենց այդ ժամանակ էլ սկսվեցին մեր տանջանքները։ Նոր օրենքներ մտցրին, մեկը մյուսից ավելի խիստ, հատկապես ծանրացավ հրեաների վիճակը։ Հրեաները պետք է կրեին դեղին աստղ, հանձնեին հեծանիվները, հրեաներին արգելվեց տրամվայով երթևեկել, էլ չեմ ասում մեքենաների մասին։ Գնումներ կարելի էր կատարել միայն ժամը 3-ից 5, այն էլ միայն հրեական հատուկ կրպակներից։ Երեկոյան ժամը 8-ից հետո չէր կարելի փողոց դուրս գալ, նույնիսկ նստել պատշգամբում կամ պարտեզում։ Չէր կարելի գնալ կինո, թատրոն, ոչ մի զվարճություն, արգելված էր լողով զբաղվել, հոկեյ կամ թենիս խաղալ, մի խոսքով սպորտն էլ էր արգելված։ Հրեաներին չէր կարելի հյուր գնալ քրիստոնյաների մոտ։ Հրեա երեխաներին տեղափոխեցին հրեական դպրոց։ Սահմանափակումները գնալով ավելի ու ավելի էին մեծանում։ Մեր ամբողջ կյանքը սարսափի մեջ է անցնում։ Յոպին միշտ ասում է, վախենում եմ որևէ բան ձեռնարկել,
բա որ հանկարծ դա արգելված լինի։ Այս տարվա հունվարին մահացավ տատիկս։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան էի ես նրան սիրում, և թե ինչպես եմ զգում նրա պակասը։ 1934 թվականին ինձ տարան Մոնթեսորի դպրոցին կից մանկապարտեզը, իսկ հետո մնացի այդ դպրոցում։ Վերջին տարին իմ դասարանական դաստիարակչուհին մեր վարչուհի տիկին կն էր։ Տարեվերջի մեր բաժանումը շատ սրտառուչ էր, երկուսս էլ հանգուր լաց եղանք։ 1941 թվականին ես ու Մարգոն ընդունվեցինք հրեական գիմնազիա։ Նա 4-րդ դասարան էր, իսկ ես առաջին։ Առայժմ մենք 4-ով վատ չենք ապրում, ինչպես տեսնում ես։ Ես հասա այսօրվա ամսաթվին ու տարեթվին։ Շաբաթ 20 հունիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, նամակս անմիջապես սկսում եմ։ Հիմա տանը ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ։ Մայրիկն ու հայրիկը տեղ են գնացել։ Մարգոն ընկերուհու մոտ պինգ-պոնգ է խաղում։ Ես էլ եմ վերջերս հաճույքով խաղում։ Մենք պինգ-պոնգիստներս պաղպաղակ շատ ենք սիրում, հատկապես ամռանը։ Դրա համար էլ ամեն խաղից հետո արշավում ենք Հրուշակեղենի որևէ խանութ, որտեղ կարելի է հրեաներին գնել Դելֆի կամ Օազիս։ Մենք փող ունենալու մասին չենք մտածում։ Այնտեղ միշտ բազմաթիվ ծանոթներ են լինում, և նրանց մեջ անպայման մի բարի քեռի կամ երկրպագու է ճարվում։ Եվ մեզ ամեն կողմից այնքան պաղպաղակ են առաջարկում, որ մի շաբաթում հազիվ ուտենք։ Դու երևի զարմանում ես, որ ես այս տարիքում արդեն երկրպագուների մասին եմ խոսում։ Ցավոք սրտի, մեր դպրոցում դա անխուսափելի չարիք է։ Հենց որ տղաներից մեկը ինձ հարցնում է, թե կարելի է հեծանվով ուղեկցել տուն, ես նախօրոք գիտեմ, որ վերոհիշյալ երիտասարդը մինչև ականջները սիրահարված է և ոչ մի քայլ չի հեռանա ինձանից։ Աստիճանաբար նա սառում է, հատկապես եթե ես ուշադրություն չեմ դարձնում նրա սիրահարական հայացքներին և ուրախ պտտում եմ պեդալները։ Հենց որ նա ինձ զանձրացնում է, ես դիտմամբ ծռմռում եմ հեծանվի սղեկը, պայուսակս վայր ընկնում, իսկ երիտասարդը հավուր պատշաճի պետք է թռչի հեծանվից և պայուսակս վերցնի։ Մինչև նա իմ պայուսակը հասցնում է ինձ, մեղմանում է։ Դա դեռ ամենամեղմն է, լինում են այնպիսիները, որոնք օդային համբույր են ուղարկում և ընդհանրապես սկսում են ձանձրացնել։ Բայց ես նրանց ասածներից չեմ։ Իջնում եմ հեծանիվից և ասում, որ չեմ ուզում, չեմ ընդունում նրա ընկերակցությունը, իսկ երբեմն էլ ձևացնում եմ, թե վիրավորված եմ և նրան քշում եմ տուն։ Այո, տեսնում ես, մեր բարեկամության հիմքը արդեն դրված է։ Մինչև վաղը, Քիթի։ Կիրակի 21 հունիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, մեր ամբողջ դասարանը սարսափի մեջ է։ Շուտով մանկավարժական խորհրդի նիստ է լինելու։ Դասարանի կեսը գրազ է գալիս, թե ում կփոխադրեն և ում կթողնեն նույն դասարանում։ Միբ դե Յոնգը և ես արտասվելու չափ ծիծաղում ենք մեր հարևանների վրա, և նրանք իրենց գրպանի ամբողջ փողերը արդեն տանուլ են տվել։ Կփոխադրեն, ոչ, կմնաս, ոչ, կփոխադրեն, և այսպես առավոտից մինչև երեկո։ Ոչ, մի աղերսող հայացքներ են օգնում և ոչ էլ իմ դասարանչական եռանդուն միջոցառումները։ Դրանց ոչ մի կերպ չես կարող խելքի բերել։ Եթե ես լինեի, դրանց կեսին կթողնեի նույն դասարանում։ Այնպիսի ցուլիկներ են նրանք։ Բայց ուսուցիչները համառ մարդիկ են, գուցե դա մեր օգտին է։ Ես բոլոր ուսուցիչների և ուսուցչուհիների հետ լավ փոխհարաբերությունների մեջ եմ։ Նրանք 9 հոգի են, 7 տղամարդ և 2 կին։ Պարոն Կեպլերը մեր հին մաթեմատիկոսն է։ Մի ժամանակ նա ինձ ջղայնացրել էր, որովհետև ես շատ եմ խոսում։ Նա ինձ հանդիմանեց, հետո որպես պատիժ հանձնարարեց
շահադրություն գրել, շատախոս թեմայով։ Շատախոս, դե ինչ կարող ես գրել դրա մասին։ Ես դրա վրա գլուխ չջարդեցի, դետրս դրի պայուսակս և փորձեցի լռել։ Իսկ երեկոյան, երբ բոլոր դասերս վերջացրել էի, հիշեցի շարադրությանս մասին։ Գրչակոթը կրծոտելով մտածում էի այդ թեմայի մասին։ Ամեն մարդ էլ կարող է պատահական մի բան գրել և տողերը լցնել, բայց շատախոսի օգտին անառարկելիորեն ապացույց գտնելը արդեն արվեստ է։ Ես մտածեցի և հանկարծ գլխի ընկա։ Մի շնչով գրեցի հանձնարարված էջը 3 և շատ լավ ստացվեց։ Ես ապացուցում էի, որ շատախոսությունը կանացի սովորություն է, որ ես իհարկե կաշխատեմ զսպել ինձ, բայց ախր իմ մայրն էլ ինձանից պակաս չի խոսում, իսկ ժառանգականության դեմ պայքարելը դժբախտաբար շատ դժվար է։ Պարոն Կեպլերը շատ ծիծաղեց իմ բացատրությունների վրա, բայց հենց որ նրա դասին էլի սկսեցի խոսել, նա երկրորդ շարադրությունը հանձնարարեց, այս անգամ անուղղելի շատախոսը վերնագրով։ Ես դա էլ գրեցի և մի 2 դաս ինձ հիանալի պահեցի, իսկ երրորդ դասին շատախոսությունս նորից նրան համբերությունից հանեց և Աննային էլի հանձնարարվեց շարադրություն գրել։ Գրյակ, կամսել, պատիկ։ Ամբողջ դասարանը իրար խառնվեց։ Ես էլ ծիծաղեցի, թեև շատախոսի մասին այլևս ոչ մի բան չկարողացա հորինել։ Հարկավոր էր մի նոր յուրօրինակ բան մտածել։ Իմ ընկերուհիս Սաննան, որ հիանալի բանաստեղծուհի է, խորհուրդ տվեց բանաստեղծություն գրել և ցանկություն հայտնեց ինձ օգնելու։ Ես ցնծության մեջ էի։ Թող Կեպլերն ինձ ծաղրի, ես նրան կհատուցեմ։ Ծաղրուծանակի կենթարկեմ ամբողջ դասարանով մեկ։ Բանաստեղծությունը հիանալի էր ստացվել։ Հաջողությունը ցնցող էր։ Այնտեղ գրված էր մայր բադի, բադաքլորի և 3 բադիկների մասին, որոնց հայրը կծահարելով սպանել էր, որովհետև նրանք չափից շատ էին կռկռացել։ Բարեբախտաբար Կեպլերը հասկացավ կատակը ու այդ բանաստեղծությունը կարդաց և մեր դասարանում, և ուրիշ դասարաններում, և այն էլ բացատրություն տալով։ Դրանից հետո ես ուզածից չափ խոսում եմ և ոչ մի տուգանային աշխատանք չեմ ստանում։ Ճիշտն ասած, Կեպլերը ինձ էլի կատակով ծաղրում է։ Աննա։ Չորեքշաբթի 24 հունիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, անտանելի շոկ է։ Բոլորը հևում են, փնչացնում, քրտնում արևի այդ կիզիչ տաքությունից, իսկ դու ստիպված ես նույնիսկ վասել ոտքով։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան լավ է տրամվայը, հատկապես բաց վագոնները, բայց դա արգելված պտուղ է հրեաներիս համար։ Մնում է միայն գնալ ոտքով, հետիոտն։ Երեկ ինձ անհրաժեշտ էր ընդմիջման ժամանակ գնալ Յան Լյուկենստրաստ, ատամնաբույժի մոտ։ Դա բավականին հեռու է մեր դպրոցից։ Այնտեղ գնալու համար պետք է անցնել քաղաքային այգու կողքով։ Ես այնքան էի հոգնել, որ վերջին ժամերին քիչ էր մնում քնեի։ Լավ էր, որ ճանապարհին բարի մարդիկ հանդիպեցին և ինձ ջուր առաջարկեցին։ Ատամնաբույժի ասիստենտուհին շատ լավն էր, ուշադիր։ Մենք կարող ենք օգտվել միայն փոքր նավակից, որը գնում է Յոզեֆ Իսրայել Սկադից։ Եվ այդ նավակի վրա աշխատողը մեր խնդրելուց հետո իսկույն փոխադրեց մեզ։ Հոլանդացիներն իհարկե մեղավոր չեն, որ մեր վիճակը այդքան վատ է։ Գոնե դպրոց չգնայի։ Ձատկի օրերին իմ հեծանիվը գողացան, իսկ մայրիկինը հայրիկը պահ էր տվել ծանոթի մոտ։ Բարեբախտաբար շուտով արձակուրդ է, և մի շաբաթից հետո մեր տանջանքները կվերջանան։ Երեկ ցերեկը մի շատ հաճելի բան պատահեց։ Երբ ես անցնում էի այն տեղով, որտեղ սովորաբար թողնում էի հեծանիվս, ինչ-որ մեկը ինձ ձայն տվեց։ Ես շուռ եկա և տեսա շատ համակրելի մի տղայի, որի հետ ծանոթ էին նախորդ օրը իմ դպրոցական ընկերուհիներից մեկի Եվայի մոտ։ Նա մի փոքր ամաչելով ասաց իր անունը՝ Հարի Հոլտբերգ,
Ես զարմացա եւ չհասկացա, թե ինչ էր պետք նրան, բայց շուտով ամեն ինչ պարզվեց։ Նա ուղղում էր ինձ, ուզում էր ինձ ուղեկցել դպրոց։ Եթե քո ճանապարհին է, գնանք, պատասխանեցի ես, եւ մենք գնացինք միասին։ Հարին արդեն 16 տարեկան է եւ շատ հաճելի բաներ է պատմում։ Առավոտյան նա դարձյալ սպասում էր ինձ։ Երևի հիմա այդպես էլ կշարունակվի։ Աննա։ Երեքշաբթի 30 հունիսի 1932 թվական։ Սիրելի Քիթի, մինչև այսօր բոլորը ժամանակ չեմ ունեցել գրելու։ Հինգշաբթի ամբողջ օրը ծանոթների մոտ եմ անցկացրել։ Ուրբաթ օրը մեզ մոտ հյուր էին եկել, եւ այսպես մինչև այսօր։ Այս շաբաթ մենք Հարիի հետ ընկերություն ենք արել։ Նա ինձ շատ բան է պատմել իմ մասին, իր մասին։ Նա մենակ է եղել Հոլանդիա։ Այստեղ ապրում են նրա տատիկն ու պապիկը, իսկ ծնողները Բելգիայում են։ Առաջ նա ընկերություն է արել Ֆաննի անունով մի աղջկա հետ։ Ես էլ եմ նրան ճանաչում։ Նա հեզության ու ձանձրույթի տիպար է։ Այն օրից ինչ Հարին ինձ հետ ծանոթացավ, հասկացավ, որ Ֆաննիի հետ շատ տխուր է կյանքը։ Ես, ինչպես երևում է, նրան հաճույք էի պատճառում։ Երբեք չես իմանա, թե ինչի պետք կգաս։ Շաբաթ օրը Յոպին գիշերեց ինձ մոտ, բայց կիրակի օրը նա գնաց Լիզի մոտ, եւ ես մահու չափ տխուր էի։ Երեկոյան ինձ մոտ պիտի գար Հարին։ Ժամը 6-ին զանգահարեց։ Հարի Հոլբերգն է խոսում, կարելի է Աննային կանչել։ Այո, Հարի, այդ ես եմ։ Բարի երեկո Աննա, ինչպես ես։ Շնորհակալություն, լավ եմ։ Ցավոք սորտի այսօր չեմ կարող գալ, բայց ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Կարող ես ինձ ընդառաջ գալ 10 րոպեից հետո։ Լավ, ես դուրս եմ գալիս։ Ես շորերս արագ փոխելուց եւ մազերս մի փոքր ուղղելուց հետո կանգնեցի պատուհանի մոտ եւ հուզված էի։ Վերջապես նա եկավ։ Զարմանալի բան, ես անմիջապես չվազեցի աստիճաններով, այլ հանգիստ սպասեցի, որ զանգը տա։ Այդ ժամանակ ես իջա ներքև եւ նա իսկույն սկսեց. Լսիր, իմ տատիկը գտնում է, որ դու ինձ համար շատ երիտասարդ ես։ Նա ինձ ասում է, որ ես պետք է գնամ լուրսովների մոտ։ Նա երևի գլխի ընկել, որ ես Ֆաննիին տեսնել չեմ ուզում։ Ինչու՞։ Միթե դուք կշտվել եք։ Ոչ, ընդհակառակը, ես Ֆաննիին ասացի, որ մենք տարբեր մարդիկ ենք, եւ դրա համար էլ ես չեմ ուզում նրա հետ երկար ժամանակ անցկացնել։ Բայց թող նա մեզ մոտ հյուր գա, ես էլ իրենց մոտ կգնամ։ Եվ հետո ես կարծում էի, որ Ֆանին ուրիշ տղաների հետ է ընկերություն անում։ Պարզվում է, որ դա ճիշտ չի, եւ հիմա քեռիս ասում է, դու պիտի ներողություն խնդրես նրանից։ Իսկ ես չեմ ուզում։ Դրա համար էլ որոշել եմ նրա հետ այլևս չհանդիպել։ Տատիկս ուզում է, որ ես Ֆաննիի մոտ գնամ, եւ ոչ թե քեզ մոտ, բայց մտքովս էլ չի անցնում։ Ծերունիները ինչ որ հին պատկերացում ունեն կյանքի մասին, բայց ես նրանց հետ հաշվի չեմ նստի։ Իհարկե, ես կախում ունեմ տատիկիցս, բայց նա էլ որոշ չափով ինձնից կախում ունի։ Չորեքշաբթի օրերը ես ազատ եմ, եւ պապիկն ու տատիկը կարծում են, թե ես գնում եմ ծեփանկարչության դասի, բայց իրականում լինում եմ սիոնիստական ժողովներին։ Մենք սիոնիստ չենք, բայց ինձ համար հետաքրքիր է նրանց մասին իմանալ։ Թեև վերջերս մի տեսակ հետաքրքիր էլ չի, եւ ես այլևս այնտեղ չեմ գնա։ Ուրեմն մենք կարող ենք հանդիպել չորեքշաբթի եւ շաբաթ օրերը, ցերեկը եւ երեկոյան, ու կիրակի երեկոյան, գուցե եւ ավելի հաճախ։ Բայց եթե տատիկդ ու պապիկդ չեն ուզում, ինչու ես դու նրանց կամքին հակառակ ինձ մոտ գալիս։ Սիրո համար խոչընդոտներ չկա։ Մենք թեքվեցինք դեպի անկյունը գրքի կրկպակի մոտ եւ այնտեղ տեսա Պետեր Վեսելին իր երկու ընկերների հետ։ Արձակուրդից հետո ես առաջին անգամ էի տեսնում նրան եւ շատ ուրախացա։ Մենք Հարիի հետ մի ամբողջ անգամ շրջվեցինք ամբողջ թաղով մեկ եւ վերջապես պայմանավորվեցինք, որ վաղը երեկոյան 7-5 պակաս ես նրան տան մոտ կսպասեմ։ Աննա։ Ուրբաթ 3 հուլիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի,
Երեք Հարին եկավ մեզ մոտ, ծնողներիս հետ ծանոթանալու։ Ես տորթ էի առել, կեքս, կոնֆետ։ Թեյ խմեցինք, բայց ինձ ու Հարիի համար տխուր էր տանը նստելը։ Գնացինք զբոսնելու, եւ 8:10 րոպեին նա ինձ ուղեկցեց տուն։ Հայրս սարսափելի ջղայնացավ, որ ես այդպես ուշ վերադարձա։ Հրեաների համար վտանգավոր էր երեկոյան 8-ից հետո փողոցում երևալը, եւ ես խոստացել էի միշտ 8-ից 10 պակաս տանը լինել։ Վաղը ես հրավիրված եմ Հարիի մոտ։ Իմ ընկերուհի Յոպին նրան շարունակ ծաղրում է, բայց ես բոլորովին էլ սիրահարված չեմ նրան։ Միթե չի կարելի ընկեր ունենալ։ Ոչ մի վատ բան չկա, որ ես ընկեր ունենամ։ Կամ ինչպես մայրիկն է ասում, կավալեր։ Եվանից պատմեց, որ Հարին վերջերս եղել է նրա մոտ։ Եվ նա հարցրել է. Ո՞վ է քեզ ավելի շատ դուր գալիս, Ֆանին, թե Աննան։ Իսկ նա ասել է. Քո գործը չի։ Այլևս նրանք այդ մասին չեն խոսել, բայց գնալիս ասել է, թե իհարկե, Աննան։ Միայն թե ոչ ոքի չասես։ Եվ իսկույն փախել է։ Ես նկատում եմ, որ Հարին սարսափելի սիրահարված է ինձ, եւ բազմազանության համար դա նույնիսկ ինձ դուր է գալիս։ Մարգոն նրա մասին ասում է. Հարին խելոք է։ Իմ կարծիքով նույնիսկ շատ։ Մայրիկը հիացած է նրանով։ Գեղեցիկ տղա է, շատ դուրեկան, լավ դաստիարակված։ Ես ուրախ եմ, որ Հարին մեր ամբողջ ընտանիքին դուր եկավ։ Եվ մերոնք էլ նրան շատ են դուր գալիս։ Միայն իմ ընկերուհիները նրան բոլորովին երեխաներ են թվում։ Եվ նա ճիշտ չէ։ Աննա։ Կիրակի 5 հուլիսի 1942 թվական։ Տարեկան ամփոփումը շատ լավ անցավ։ Մեզ փոխադրեցին, իմ գնահատականները բոլորովին վատ չեն։ Միայն մի վատ ունեմ, հանրահաշիվը 5 է, 2 6 ունեմ, իսկ մնացած բոլորը 7 են, եւ 2 8։ Տնեցիները բոլորն էլ շատ գոհ են։ Այդ հարցում իմ ծնողները ուրիշների նման չեն։ Նրանց համար կարևոր չէ իմ լավ ու վատ գնահատականները։ Նրանց համար ավելի կարևոր է, որ ես ինձ քաղաքավարի պահեմ եւ առողջ լինեմ եւ ուրախ։ Միայն թե դրանք կարգ ունեն, մնացած գործերը յոլա կգնան։ Բայց ես այնուամենայնիվ ուզում եմ լավ սովորել։ Ըստ էության ես գիմնազիա եմ ընդունվել պայմանական, որովհետև Մոնտեսորի դպրոցի վերջին դասարանը չավարտեցի։ Բայց քանի որ բոլոր հրեաների երեխաները պետք է տեղափոխվեին հրեական գիմնազիա, դիրեկտորը ընդունեց ինձ ու Լիզին։ Ճիշտ է, պայմանական, երկար ու բարակ խոսելուց հետո։ Ես չեմ ուզում նրան հիասթափեցնել։ Իմ քույրը Մարգոն նույնիսկ ստացել է իր գնահատականների թերթիկը։ Նա միշտ փայլուն գնահատականներ է ունենում։ Եթե պարգևատրեին, նա երևի գովասանագրով կփոխադրվեր։ Այնքան խելացի է։ Հայրս վերջին ժամանակները շատ է լինում տանը։ Նրան չի կարելի գրասենյակ գնալ։ Սարսափելի զգացում ունի։ Հանկարծ պարզվի, որ ինքը ավելորդ է։ Պարոն Կոփխոյսը նրանից ընդունել է Տրավիսը, իսկ պարոն Կրարելը Կոլեն եւ Ընկ ֆիրման, որտեղ հայրս նույնպես բաժնետեր էր։ Օրերս, երբ ես ու հայրիկս զբոսնում էինք, նա ինձ հետ սկսեց ինչ-որ ապաստարանի մասին խոսել։ Ասաց, որ մեզ համար շատ դժվար կլինի ամբողջ աշխարհից կտրված ապրել։ Ես հարցրի, թե նա ինչու սկսեց այդ մասին խոսել։ Դու գիտես, ասաց նա, որ մենք մի տարուց ավելի է, ինչ մեր հագուստները, գույքն ու մթերքները պահում ենք ծանոթների մոտ։ Մենք չենք ուզում մեր ունեցվածքը թողնել գերմանացիներին եւ մանավանդ ընկնել նրանց ձեռքը։ Դրա համար էլ մենք պիտի հեռանանք
ոչ թե սպասենք, որ նրանք մեզ վերցնեն։ Ես սկսեցի սարսափել։ Հայրիկը այնպեսի լուրջ դեմք ուներ։ Իսկ երբ, դրա մասին մի մտածիր աղջիկս, ժամանակը կգա կիմանաս, իսկ մի քանի հնարավորություն կա, օգտվիր ազատությունից։ Եվ այսքան, ահ, գոնե այդ օրը շատ հեռու լիներ, Աննա։ Չորեքշաբթի 8 հուլիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, Կիրակի առավոտից մինչև այսօր ցերեկը կարծես մի ամբողջ տարի է անցել, այնքան բաներ են պատահել, կարծես աշխարհը շուռ է եկել։ Բայց ինչպես տեսնում ես Քիթի, ես դեռ ապրում եմ, իսկ դա հայրիկի խոսքերով ասած ամենագլխավորն է։ Այո, ես ապրում եմ, միայն թե մի հարցնի, թե ինչպես եւ որտեղ։ Երևի այսօր դու ինձ բոլորովին չես հասկանում։ Ստիպված եմ քեզ սկզբից պատմել այն ամենը, ինչ կատարվեց Կիրակի օրից սկսած։ Ժամը 3-ին Հարին հենց նոր էր գնացել եւ ուզում էր շուտ վերադառնալ։ Հանկարծ զանգը տվին։ Ես ոչինչ չէի լսել։ Պատշգամբում ճոճանակին պառկած կարդում էի։ Հանկարծ ձեռների մոտ վախեցած երևաց Մարգոն։ Աննա, հայրիկին դեստապոից ծանուցագիր են ուղարկել, շշնջաց նա։ Մայրիկը վազեց Դանդանի մոտ։ Վանդանը հայրիկի լավ ծանոթն էր ու նրա պաշտոնակիցը։ Ես սարսափելի վախեցա։ Ծանուցագիր։ Բոլորն էլ գիտեն, թե ինչ նշանակում համակենտրոնացման ճամփար։ Ես պատկերացրի բանտի խցերը։ Միթե մենք պիտի թողնենք, որ հայրիկին տանեն։ Չպետք է թույլ տալ, վճռական ասաց Մարգոն։ Մենք նստել էինք հյուրասենյակում եւ մայրիկին էինք սպասում։ Մայրիկը գնացել էր Վանդանի մոտ, որպեսզի որոշեին վաղը գնալ ապաստարան թե ոչ։ Վանդանն էլ պիտի գար մեզ հետ, 7 հոգի կլինեինք։ Մենք լուռ նստած ոչինչ չէինք կարողանում խոսել։ Այն միտքը, որ հայրիկը առանց որևէ բան կասկածելու գնացել էր, հրեական անկելանոցը իր խնամակալության տակ եղածներին տեսնելով, տանջում էր մեզ։ Իսկ սպասողական վիճակը, շոքից, սարսափից մենք բոլորովին թմրել էինք։ Հանկարծ հնչեց զանգը։ Հարին է, ասացի ես։ Մի բաց, հարգելեց Մարգոն, բայց իզուր էր այդ վախը, որովհետև մենք լսեցինք մայրիկի եւ Վանդանի ձայնը։ Նրանք Հարիի հետ էին խոսում։ Հետո Հարին գնաց, իսկ նրանք ներս մտան եւ դռները փակվեցին։ Ամեն զանգից հետո ես կամ Մարգոն կռանում էինք ու ներքև նայում, թե հայրիկը չի արդյոք։ Որոշել էինք ոչ մեկին ներս թողնել, ոչ մյուսին։ Սենյակից մեզ դուրս արի։ Վանդան ուզեց մայրիկի հետ մենակ դրսում խոսել։ Մեր սենյակում նստած ժամանակ Մարգոն ասաց, որ ծանուցագիրը ոչ թե հայրիկին է եկել, այլ իրեն։ Ես ավելի շատ վախեցա ու սկսեցի դառը արտասվել։ Մարգոն ընդամենը 16 տարեկան էր։ Միթե նրանք ուզում էին այդ տարիքի աղջկան ուղարկել առանց ծնողների։ Եվ բարեբախտաբար նա մեզնից չի հեռանա։ Այդպես ասաց մայրիկը, եւ երևի հայրս էլ ինձ դրան նախապատրաստում էր, երբ ապաստարանի մասին էր խոսում։ Ինչ ապաստարան է, որտեղ պիտի թաքնվենք, քաղաքում, գյուղում, որևէ տանը, խրճիթում, երբ, ինչպես, որտեղ, այդ հարցերը չէր կարելի տալ, բայց դրանք շարունակ պտտվում էին իմ գլխում։ Ես ու Մարգոն սկսեցինք մեր դպրոցական պայուսակների մեջ դասավորել ամենաանհրաժեշտ իրերը։ Առաջին հերթին ես վերցրի այս տետրակը, հետո ինչ որ պատահեց, թաշկինյակներ, դասագրքեր, սաներ, հին նամակներ։ Ես մտածում էի այն մասին, թե ինչպես պիտի թաքնվենք, եւ պայուսակից մեջ խոթեցի ամեն մի հիմար բան, բայց ես չեմ ափսոսում։ Հուշերս գեստներից թանկ են։ Ժամը 5-ին վերջապես վերադարձավ հայրիկը։ Նա զանգահարեց պարոն Կոփխոյսին եւ խնդրեց, որ երեկոյան մեզ մոտ անցնի։ Պարոն Վանդանը գնաց մի պիի ետևից։ Միպն աշխատում էր հորս գրասենյակում։
1933 թվականից։ Նա դարձել էր մեր հավատարիմ բարեկամը։ Նրա ամուսին Խենկը նա էլ էր մեր բարեկամը դարձել։ Նա եկավ կոշիկները, զգեստները, վերարկուները, մի քիչ սպիտակեղեն և գուլպաներ տեղավորեց ճամպրուկում և խոստացավ երեկոյան նորից անցնել։ Վերջապես մեզ մոտ խաղաղվեց։ Ոչ ոք ուտել չկարողացավ։ Դարձյալ շոկ էր և ընդհանրապես մի տեսակ տարօրինակ ու անսովոր։ Մեր վերևի սենյակը դարձել է Ոմն պարոն Գոդսմիթ, նա կնոջից բաժանված է, մոտ 30 տարեկան է։ Ինչպես երևում է, այդ կիրակի նա գործ չունի անելու, նստել է մեզ մոտ մինչև ժամը 10 և ոչ մի կերպ չի կարելի նրան դուրս վռնդել։ Ժամը 11-ին Միպն ու Վան Սանտերը եկան։ Միպի ճամպրուկում և նրա ամուսնու խոր գրպաններում դարձյալ սկսեցին անհետանալ գուլպաներ, մաշիկներ, գրքեր և սպիտակեղեն։ 11:30-ին լրիվ ծանրաբեռնված նրանք գնացին։ Ես սաստիկ հոգնել էի և թեև գիտեի, որ վերջին գիշերն եմ քնելու իմ մահճակալին, բայց իսկույն քունս տարավ։ Առավոտյան 5:30-ին Մարիկն արթնացրեց ինձ։ Բարեբախտաբար այնքան էլ շատ շոկ չէր, ինչպես կիրակի օրը։ Ամբողջ օրը տաք անձրև էր մաղում։ Մենք չորսս էլ այնքան էինք տաք շորեր հագել, որ կարծես թե պատրաստվում ենք սառցարանում գիշերելու։ Բայց մեզ անհրաժեշտ էր որքան հնարավոր է շատ հագուստ վերցնել։ Մեր վիճակում ոչ ոք խիզախություն չէր անի ծանր ճամպրուկներով քայլել փողոցներով։ Ես հագել էի 2 շապիկ, 2 զույգ գուլպա, 3 հատ տրիկո և զգեստ, իսկ վրայից էլ հագել էի յուբկա, ժակետ, ամառային վերարկու, հետո իմ լավ կոշիկները, բոտիներս։ Գլխից դրել էի գլխարկս, կապել ամեն տեսակի գլխաշորեր և շարֆեր։ Տանն ամենը քիչ էր մնում, շնչասպառ լինեի։ Բայց ոչ ոք ժամանակ չուներ դրա մասին մտածելու։ Մարգոն պայուսակը լիքը դասագրքեր լցրած հեծանիվ նստեց և քշեց Միպիի ետևից։ Ես դեռ չգիտեի, թե այդ գաղտնի տեղում ենք թաքնվելու։ 7:30 դռներն աղմուկով փակվեցին մեր ետևից։ Միակ արարածը, որին ես հրաժեշտ տվեցի, դա Մավրիկն էր, իմ սիրելի փիսիկը։ Նրան պետք է հարևանները պատսպարեին։ Այդ մասին մենք մի երկտող թողեցինք պարոն Գոդսմիթին, խոհանոցի սեղանի մի ֆունտ միս էինք թողել կատվի համար։ Սեղանատան սեղանը չէինք հավաքել, անկողիները թողել էինք բաց վիճակում։ Կարծես թողած փախած լինեինք, բայց մեզ համար միևնույն էր, թե մարդիկ ինչ կասեն։ Մենք ուզում ենք միայն հեռանալ և բարեհաջող տեղ հասնել։ Վաղն էլի կգրեմ, Աննա։ Հինգշաբթի 9 հուլիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, հայրիկը, մայրիկը և ես այդպես վազում ենք հորտ անձրևի տակով։ Յուրաքանչյուրիս ձեռքին ամեն ինչով լցված բերնեբերան պայուսակներ կային։ Առավոտյան շուտ աշխատանքի գնացող բանվորները կարեկցանքով նայում էին մեզ։ Նրանց դեմքերից երևում էր, որ վշտացած են մեզ համար և խղճում են, որովհետև այդքան ծանրությունը մենք ոտքով պիտի քարշ տայինք, իսկ տրամվայ նստել չէինք կարող։ Բոլորն էլ տեսնում էին դեղին աստղը, իսկ դա արդեն բավական էր։ Ճանապարհին ծնողներս ինձ մանրամասն պատմեցին, թե ինչպես ծագեց փախչելու պլանը։ Արդեն ամիսներ առաջ նրանք մեր գույքի ու հագուստների մի մասը ապահով տեղ էին տարել։ Նախօրոք ամեն ինչ արվել էր, և մենք հուլիսի 16-ին պետք է թաքնվեինք։
բայց ծանուցագիրը 10 օր առաջ եկավ, ես ստիպված պետք է հաշտվեինք այն մտքի հետ, որ շենքը դեռ լրիվ պատրաստ չէր։ Ապաստարանը հորս գրասենյակումն է, կողմնակի մարդիկ դա չեն պատկերացնի, դրա համար էլ ստիպված պիտի բացատրեմ։ Հայրս միշտ էլ քիչ աշխատողներ է ունեցել, պարոն Կրալերն, պարոն Կոպխոյսը, Միպեր և Էլի Վոսսենը, 23-ամյա մի սղագրուհի։ Սրանք բոլորը գիտեն, թե մենք որտեղ պիտի լինենք։ Տեղյակ չէ միայն պարոն Վոսսենը, Էլիի հայրը, որն աշխատում է պահեստում, և նրա 2 ծառաները։ Տան պլանը այսպիսին է. առաջին հարկում մեծ պահեստն է, առաքման բաժինը։ Պահեստի դռան կողքին մի կրկնակի դուռ կա, որը տանում է դեպի փոքրիկ աստիճանները։ Եթե այդ աստիճաններով բարձրանաս, կհանդիպես չթափանցող ապակյա մի դռան, որի վրա սև տառերով գրված է գրասենյակ։ Դա հենց գլխավոր գրասենյակն է, բավականին մեծ ու լուսավոր, որտեղ շատ մարդիկ կան։ Ցերեկները այնտեղ աշխատում են Միպրը, Էլին և պարոն Կոպխոյսը։ Միջանցիկ սենյակի միջով, որտեղ դրված են բազմաթիվ պահարաններ, մեծ բուֆետ և չհրկիզվող պահարան։ Մտնում ես մի մութ առանձնասենյակ, որտեղ առաջ նստել են պարոն Կրալերն ու պարոն Վան Դանը, իսկ հիմա մնացել է միայն պարոն Կրալերը։ Միջանցքից մի ապակյա դուռ է բացվում դեպի այդ առանձնասենյակը, որը կարելի է բացել միայն ներսի կողմից։ Կրալերի առանձնասենյակի միջանցքով բարձրանում են 4 աստիճան և ներս մտնում գրասենյակի ամենալավ սենյակը, դիրեկտորի առանձնասենյակը։ Այնտեղ մուգ գույնի գեղեցիկ կահույք կա դրված, լինոլեումի վրա գորգ է փռած, ռադիոն թունիչ կա, գեղեցիկ շքեղ լամպ, մի խոսքով հիանալի է։ Կողքին ընդարձակ խոհանոցն է, տիտանով և գազի 2 օջախներով։ Մի քիչ այն կողմ զուգարանն է։ Այդ բոլորը առաջին հարկում է։ Երկար միջանցքից փայտե աստիճանը տանում է դեպի վեր, դեպի նախասենյակ։ Աջ և ձախ կողմերում դռներ են։ Ձախը տանում է դեպի պահեստը և մառանը, որոնք ունեն ձեղնահարկ։ Այս տեղամասը զբաղեցնում է շենքի առջևի մասը։ Շենքի մյուս կողմում դարձյալ երկար ու խիստ ուղղահայաց իսկական հոլանդական մի աստիճան կա, որը տանում է դեպի փողոցի երկրորդ մուտքը։ Աջ դուռը բացվում է դեպի մեր ապաստարանը։ Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ հասարակ գորշ դռան ետևում այդքան ծակուցուկեր կան։ Դռների մոտ մի սանդուղք կա, և դուք այնտեղ եք։ Անմիջապես այդ մուտքից սկսվում են դիրք աստիճանները։ Ձախ կողմում մի փոքրիկ նախասենյակ է, որը տանում է դեպի սենյակ, իսկ այդ սենյակը Ֆրանկ ամուսինների համար ծառայելու է որպես սեղանատուն և ննջարան։ Կողքին մի փոքրիկ սենյակ էլ կա, դա Ֆրանկ քույրերի ննջարանն է և դասասենյակը։ Սանդուղքի աջ կողմում մութ մի սենյակ, լվացարանով և առանձին զուգարանով։ Այս սենյակից մի դուռ է բացում իմ և Մարգոյի ննջարանի մեջ։ Երբ աստիճաններով բարձրանում ես և բացում վերևի դուռը, պարզապես զարմանում ես, որ այդքան հին շենքի ետևի մասում հանկարծ այդպիսի մեծ, լուսավոր ու գեղեցիկ սենյակ ես հանդիպում։ Այդ սենյակում գազի սալօջախ կա դրված և մի սեղան, ամանները լվանալու համար։ Այնտեղ մինչև մեր գազը ֆիրմայի լաբորատորիան է տեղադրված եղել։ Իսկ հիմա սա կլինի խոհանոց, սեղանատուն, ննջարան և առանձնասենյակ Վան Դան ամուսինների համար։ Փոքրիկ միջանցուկ խցիկը կլինի Պետեր Վան Դանի թագավորությունը։ Այնտեղ կա և ձեղնահարկ, ինչպես որ շենքի առաջևի մասում էր։ Տեսնում ես, ես քեզ նկարագրեցի մեր սքանչելի ապաստարանը։ Աննա։ Ուրբաթ 10 հուլիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, գուցե ես քեզ շատ ձանձրացրի մեր բնակարանի երկար ու բարակ նկարագրությամբ, բայց ախր դու պիտի իմանաս, թե որտեղ եմ ես վայրեջք կատարել։
Շարունակում եմ, որովհետև ես դեռ բոլորը չեմ ասել։ Երբ մենք եկանք Պրինստեն-Դրախտ, մի բնիսկույն մեզ տարավ վերև, ապաստարան։ Նա մեր ետևից փակեց դռները և մենք մնացինք մենակ։ Մարգոն հեծանիվով մեզանից առաջ էր եկել և այնտեղ արդեն մեզ էր սպասում։ Մեր սենյակը և ընդհանրապես մնացած բոլոր սենյակներն էլ նման էին հնավաճառի պահեստի։ Անհնարին է նկարագրել, թե ինչ էր այնտեղ տիրում։ Այն բոլոր ստվարաթղթերն ու ճամպրուկները, որոնք ամիսներ շարունակ լցրել էին այստեղ, անփույթ վիճակում թափված էին իրար վրա։ Փոքրիկ սենյակը մինչև առաստաղը մահճակալներ ու անկողիններ էին։ Պետք էր դրանք իսկույն տեղավորել, եթե իհարկե երեկոյան ուզում էինք անկողնում պառկել։ Մայրիկն ու Մարգոն չկարողացան մատը մատին կպցնել։ Նրանք սարսափելի հոգնած էին և պառկեցին ներքնակների վրա։ Իսկ մենք, ես ու հայրիկը, ընտանիքի գլխավոր հավաքարարներս, անմիջապես գործի անցանք։ Բոլորը քանդեցինք, հավաքեցինք, թափ տվինք, լվացինք ու երեկոյան դեմ հալից ընկած պառկեցինք մաքուր անկողնում։ Ամբողջ օրը տաք բան չէինք կերել։ Ասենք դա ավելորդ է։ Մայրիկն ու Մարգոն չափազանց ջղային վիճակում էին, նրանք ուտել չէին ուզում, իսկ ես ու հայրիկը էլ ժամանակ չունեինք։ Երեքշաբթի առավոտից նորից շարունակեցինք մեր գործը։ Էլին ու Միպը մեր քարտերով ինչ-որ բաներ էին առել։ Հայրիկը լուսավորեց խոհանոցը և մենք լվացինք հատակը։ Մի խոսքով բոլորս էլ առավոտից մինչև երեկո աշխատեցինք։ Մինչև չորեքշաբթի ես հանրապես ժամանակ չեմ ունեցել նույնիսկ մտածելու այդ հեղաշրջման մասին, որ կատարվեց իմ կյանքում։ Եվ միայն չորեքշաբթի օրը ապաստարան գալուց հետո առաջին անգամ ես կարողացա խորհել ամեն ինչի մասին և գրել քեզ, թե ինչ կատարվեց և դեռ ինչեր կարող են կատարվել մեզ հետ։ Աննա։ Շաբաթ 11 հուլիսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, հայրիկը, մայրիկն ու Մարգոն ոչ մի կերպ չեն կարողանում ընտելանալ Վեստերտուրմայից լսվող զանգի ձայնին։ Այդ զանգը զնգում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ։ Իսկ ինձ նույնիսկ դուր է գալիս, շատ գեղեցիկ է հատկապես գիշերը։ Դա ինձ այնպես է հանգստացնում։ Երևի դու շատ ես ուզում իմանալ, արդյոք ապաստարանն ինձ դուր է գալիս։ Ճիշտն ասած ինքս էլ չգիտեմ։ Ինձ թվում է, որ ես այստեղ ինձ այնպես չեմ զգա, ինչպես տանը։ Ես չեմ ուզում ասել, որ այստեղ սարսափելի է կամ տխուր։ Երբեմն ինձ թվում է, որ ես ընկել եմ ինչ-որ սարսափելի մի պանսիոն։ Զարմանալի պատկերացում ունեմ գաղտնի ապաստարանների մասին։ Ինչ ես կարծում։ Ըստ էության շենքի մեր մասը հիանալի ապաստարան է։ Դժբախտություն չի, որ այստեղ խոնավ է և առաստաղները ծուռ են։ Այնուամենայնիվ ամբողջ Ամստերդամում, գուցե և ամբողջ Հոլանդիայում ավելի հարմար թաքստոց չես գտնի։ Սկզբում մեր սենյակը բոլորովին դատարկ էր։ Բարեբախտաբար հայրիկը վերցրել էր իր կինոաստղերի ու բնանկարների իմ կոլեկցիաները և ես սոսնձի ու վրձինի օգնությամբ ամբողջ պատերը ծածկեցի նկարներով։ Հիմա մեզ մոտ շատ ուրախ է։ Հենց որ Վան Դաանները գան, ձեղնահարկում եղած տախտակներից պատի փոքրիկ պահարաններ կսարքենք։ Եվ ուրիշ էլի անհրաժեշտ բաներ։ Մարգոն ու մայրիկը իրենց լավ են զգում։ Երեկ մայրիկն առաջին անգամ որոշեց ճաշ եփել, սիսեռով ապուր։ Բայց նա ներքևում այնքան էր խոսակցությամբ բռնվել, որ ամբողջ ապուրը այրվեց։ Սիսեռները բոլորովին ածուխ էին դարձել և հնարավոր չէր դրանք կաթսայից պոկել։ Ափսոս, որ այդ մասին չեմ կարող պատմել մեր ուսուցչին, Կեպլերին։ Այ քեզ ժառանգակ։ Մենք բոլորս իջանք առանձնասենյակ։ Անգլիական ռադիո վախենում էի, որ հարևաններից մեկը կնկատի և հայրիկին, աղաչում էի հայրիկին, որ միասին բարձրանանք վերև։ Մայրիկը գլխի ընկավ, որ ես վախենում եմ, և եկավ միասին բարձրանանք վերև։ Ընդհանրապես մենք շատ ենք վախենում, որ հանկարծ մեկը լսի կամ տեսնի մեզ։ Հենց առաջին օրը վարագույրներ կարեցինք,
Ճիշտն ասած, դրանք պարզապես տարբեր կտորների մնացորդներ էին, տարբեր գույնի ու ձևի, որոնք ես ու հայրիկը մի կերպ կարեցինք։ Այդ ճոխ վարագույրները մեխերով ամրացրել ենք պատուհանների փայտերին և քանի մենք այստեղ ենք, դրանք չեն հանվի։ Մեր տնից դեպի աջ մի մեծ գրասենյակ կա, դեպի ձախ կահույքի արհեստանոց։ Այդ երկու տեղերում էլ աշխատանքից հետո ոչ մի շունչ չկա, բայց այնուամենայնիվ ձայնը կարող է այնտեղ թափանցել։ Դրա համար էլ մենք Մարգոյին արգելել ենք նույնիսկ գիշերները հազալ։ Նա սարսափելի մրսել է։ Խեղճը ստիպված կոդեին է կուլ տալիս։ Շատ եմ ուրախացել, որ վանդանները երեքշաբթի գալու են։ Լավ կլինի, թե չէ այսպես մի տեսակ լուռ է, իսկ լռությունը սարսափելի զայրացուցիչ բան է, հատկապես երեկոները և գիշերը։ Ես ամեն ինչ կտայի, միայն թե մեր պաշտպաններից մեկն ու մեկը մեզ մոտ գիշերեր։ Ինձ թվում է, որ մենք այստեղից այլևս դուրս չեն գա և որ մեզ կգտնեն ու կգնդակահարեն։ Այս միտքը սարսափելի նեղում է ինձ։ Ցերեկն էլ պիտի լռություն պահպանել, չի կարելի բարձրաձայն քայլել և պետք է խոսել համարյա շշուկով, որպեսզի ներքևում պահեստում մեզ չլսեն։ Ինձ են կանչում Աննա։ Ուրբաթ 14 օգոստոսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, մի ամիս կլինի, որ քեզ լքել եմ։ Ախր ամեն օր նոր բան չի լինում գրելու։ Հուլիսի 13-ին վանդանները եկան։ Ըստ էության պայմանավորվել էին 14-ին գալու, բայց որովհետև գերմանացիները այդ օրերին ավելի շատ հրեաներ էին կանչել և ընդհանրապես շատ անհանգիստ ժամանակներ էին, նրանք որոշել էին ավելի լավ է մի օր շուտ գան, քան թե ուշ։ Առավոտյան 9:30-ին, երբ մենք նստած նախաճաշում էինք, հայտնվեց Պետեր Վան Դանը, որ բավականին տխուր ու ամոթխած դեմքով մի պատանի է, 16 տարեկան։ Նա ծոցին դրած մի կատու էր բերել, անունը Մուշի։ Գիտեմ, որ այս տղան ինձ համար ամենահետաքրքիրը կլինի։ Գեժամ հետո ներկայացան Վանդան ամուսինները։ Ի զարմանս մեր բոլորի կնոջ ձեռքին գլխարկի մի տուփ կար, գիշերանոթը մեջը դրած։ Չեմ կարող առանց գիշերանոթի ապրել, բացատրեց նա, և մեծածավալ ամանը իսկույն տեղավորվեց մահճեկալի տակ։ Ամուսինը գիշերանոթ չէր բերել, դրա փոխարեն նա թևի տակ դրած քարշ էր տվել ծալովի մի փոքրիկ սեղան։ Առաջին օրը մենք բոլորս հավաքվեցինք և 3 օր հետո այսպես լավ էինք զգում մեզ, որ կարծես թե միշտ միասին ենք ապրել այդ մեծ ընտանիքում։ Այն շաբաթ, որ Վանդաները մեզանից հետո մնացել էին մարդկանց մեջ, իհարկե շատ ապրումներ էին ունեցել, և դրանք բոլորը պատմեցին։ Մեզ առանձնապես հետաքրքրում էր, թե ինչ էր կատարվել մեր բնակարանում և ինչ էր պատահել պարոն Գոթսմիթին, և Վանդանը մեզ պատմեց։ Երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին Գոթսմիթը զանգահարեց ինձ և խնդրեց, որ իր մոտ գնամ։ Նա ինձ ցույց տվեց զերթողած տիրկտողը կատվի մասին, թե ուր պետք է հանձնել։ Նա սարսափելի վախենում էր խուզարկությունից, և մենք սեղանը հավաքեցինք ու ընդհանրապես սենյակը կարգի բերեցինք։ Հանկարծ տիկին Ֆրանկի սեղանի օրացույցի վրա ինչ-որ նշում տեսա։ Դա Մաստրիխտեի հասցեն էր։ Ես իհարկե իսկույն հասկացա, որ դա կանխամտածված անզգուշություն էր, բայց զարմացած ու վախեցած ձևացա ու սկսեցի խնդրել պարոն Գոթսմիթին այրել այդ թշվառ թերթիկը։ Շարունակ պնդում էի, որ ոչինչ չգիտեմ ձեր փախչելու որոշման մասին, և հանկարծ կարծես թե գլխի ընկա։ Պարոն Գոթսմիթ, ասացի ես նոր հասկացա, թե դա ինչ հասցե է։ Մոտավորապես կես տարի առաջ մեզ մոտ գրասենյակ եկավ գերմանացի մի ուշագրավ սպա, պարոն Ֆրանկի մանկության ընկերը։ Նա խոստացավ նրան օգնել, թե այստեղ վտանգավոր դառնալը վտանգավոր է ապրելը։ Այդ սպան ծառայում է Մաստրիխտում
Երևի նա կատարել է իր խոստումը եւ ֆրանկներին ուղարկել Բելգիա, իսկ այնտեղից նրանց հարազատների մոտ, Շվեյցարիա։ Ֆրանկների ծանոթները, եթե ձեզ կհարցնեն նրանց մասին, դուք կարող եք հանգիստ ասել այդ մասին։ Միայն խնդրում եմ, Մասսիրիխտի անունը չհիշատակեք։ Դրանից հետո ես թողեցի դուրս եկա։ Հիմա ծանոթների մեծ մասը այդպես գիտի եւ ինձ արդեն բազմաթիվ անգամ հայտնել են այդ վերսիան։ Մենք հիացանք այդ պատմությունով եւ սրտանց ծիծաղեցինք, թե մարդիկ ինչեր ասես, որ չեն հորինում, եւ նույնիսկ մեր մի ընտանիք հավատացել է, որ իբր իրենք տեսել են, թե ինչպես մենք բոլորս միասին առավոտ շուտ արագ սլացել ենք հեծանիվներով։ Մի ուրիշ կին հաստատել էր, որ իբր ինքը տեսել է, թե ինչպես են մեզ գիշերով տարել զինվորական մեքենայով։ Աննա։ Ուրբաթ 24 օգոստոսի 1942 թվական։ Սիրելի Քիթի, մեր ապաստարանը իսկական թաքստոց է դարձել։ Պարոն Կռալերի գլխում մի փայլուն միտք է հղացել։ Մեր մուտքը շենքի ետևի ամացից ամուր փակել, որովհետև հիմա շատ խաղարկություններ են կատարվում։ Հեծանիվ եմ փնտրում։ Այդ գործը կատարեց պարոն Վոսսենը։ Նա գրքի շարժական դարակներ սարքեց, որ դռան նման բացվում է մի կողմի վրա։ Իհարկե, ստիպված էին նրան իրազեկ դարձնել եւ հիմա նա պատրաստ է մեզ ամեն ինչով օգնելու։ Այժմ ներքև իջնելիս պետք է նախ կռանալ եւ ապա թռչել, որովհետեւ փոքրիկ աշճանը հանված է։ 3 օրից հետո բոլորիս ճակատներին էլ սարսափելի ուռուցքներ գոյացան, որովհետև մոռանում էին կռանալ ու գլուխներս կպչում էր ցածր դռանը։ Հիմա այնտեղ գլանիկ են ամրացրել։ Չգիտեմ կօգնի թե ոչ։ Քիչ եմ կարդում։ Առայժմ ես դպրոցում սովորած շատ բաներ մոռացել եմ։ Այստեղ կյանքը միապաղաղ է։ Այստեղ մենք պարոն Վան Դանի հետ հաճախ ենք վիճում։ Իհարկե, նա Մարգոին շատ է հավանում։ Մայրիկն ինձ միշտ փոքրի տեղ է դնում, իսկ ես դա տանել չեմ կարողանում։ Պետերն էլ հաճելի չի, նա մռայլ է, ամբողջ օրը մահճակալին ընկած, երբեմն ինչ-որ բան է շինում ու հետո էլի քնում։ Մի խոսքով փալաս է, եղանակը տաք է, եւ մենք դեռ վայելում ենք ձեղնահարկում շենգլորի վրա նստած։ Աննա։ Չորեքշաբթի 2 սեպտեմբերի 1942 թվական։ Սիրելի Քիթի, Ֆրու Վան Դանը եւ նրա ամուսինը սոսկալի վիճեցին։ Այդպիսի բան ես իմ կյանքում դեռ չէի տեսել։ Հայրիկն ու մայրիկը երբեք այդպես չեն զբաղվել մեկը մյուսի հետ։ Չեն բղավել մեկը մյուսի վրա։ Վեճի առիթ այնքան դատարկ բան էր, որ դրա մասին խոսել չարժե։ Մի խոսքով, երկուսն էլ իրենց ասացի են։ Պետերի համար սարսափելի տհաճ վիճակ է, 2 կրակի մեջ է, բայց նրան ոչ ոք լուրջ մարդու տեղ չի դնում, որովհետև նա շատ ծույլ ու դանդաղկոտ է։ Երեկ նա հանկարծ սկսեց հուզվել, թե լեզուն փառակալած է, բայց շուտով ամեն ինչ անցավ։ Այսօր նա վիզը փաթաթել էր հաստ շարֆով, ասում է գոտկացավ ունեմ, եւ բացի այդ ցավում են թոքերը, սիրտը եւ երիկամները։ Ինչեր ասեմ, որ չի հնարում նա։ Այս տղան տիպիկ հիպոխոնդրիկ է, կարծեմ դա այդպես է կոչվում։ Մայրիկն էլ շատ չի հաշտվում Ֆրու Վան Դանի հետ։ Եվ դրա համար բավականին հիմքեր կան։ Օրինակի համար Վան Դանի սպիտակեղենը խնայելու եւ մերը օգտագործելու ամենաազնիվ դիտավորությամբ սպիտակեղենի ընդհանուր պահարանում դրել էր ընդամենը 3 սավան։ Նա շատ է զարմանում եւ տեսնում է, որ մայրիկն էլ է հետևել իր օրինակին։ Տիկինը միշտ զայրանում է, որ իր սպասքն է օգտագործում եւ ոչ թե մերը։ Շարունակ փորձում է իմանալ, թե որտեղ է մեր ճենապակեղենը եւ չի կասկածում, որ իրենից 2 քայլ հեռավորության վրա է։ Իսկ մենք դա թաքցրել ենք
ձեռնահարկում, վրան զանազան ռեկլամներ լցրել և կմնա այնքան ժամանակ այնտեղ, կանի մենք չեն կնյացել։ Իմ բախտը չի բերում։ Երեկ ես ձեռքիցս մի ափսե գցեցի, տիկինը զայրացած բղավեց վրաս։ Զգույշ եղիր, էլի, իմ ունեցած չունեցածը սա է, բայց պարոն Վանդանը ոնց որ թե քծնում է ինձ։ Այսօր առավոտյան մայրիկն էլի երկար բարակ նախատիկ թափեց գլխիս։ Չէ, այլևս չեմ կարող։ Մենք բոլոր հարցերում մի քիչ ավելի շատ ենք զայրանում։ Հայրիկը բոլորովին ուրիշ է, նա ինձ հասկանում է։ Թեկուզ և մի 5 րոպե էլ վրաս փնթփնթում է։ Անցյալ շաբաթ ընդհարվեցինք։ Առիթը կանանց մասին եղած գիրքն էր։ Եվ Պետերը։ Ես պիտի քեզ ասեմ, որ Մարգոին ու Պետերին թույլ են տալիս ամեն տեսակի գրքեր կարդալու, որոնք պարոն Կոպխոյսն է գրադարանից բերում, բայց այդ գիրքը մեծերը չէին ուզում նրանց տալ։ Անշուշտ Պետերին հետաքրքրել էր, թե ինչի մասին է գրված այդ արգելված գրքում։ Նա մորից թաքուն թռցրել էր և ավարի հետ միասին թաքնվել ձեղնահարկում։ 2 օր ամեն ինչ հարթ անցավ։ Նրա մայրն այդ բոլորը նկատել էր, բայց ոչինչ ցույց չէր տվել։ Այդ ժամանակ միջամտել էր հայրը։ Նա զայրացել էր։ Պետերի ձեռքից վերցրել այդ գիրքը և գործը դրանով համարել ավարտված։ Բայց նա չէր պատկերացնում, թե ինչքան էր իր որդին հետաքրքրությունից այրվում։ Պետերը գտնում էր, որ հոր բողոքի պատճառով ինքն իրեն չպետք է զրկի այդ հաճույքից, և նա մտածում էր, թե ոնց անի, որ այդ խորհրդավոր գիրքը նորից ձեռքը բերի։ Միաժամանակ Ֆրու Վանդանը խորհրդակցել էր մայրիկիս հետ, իսկ մայրիկս ասել էր, որ թեև Մարգոյին կարելի է ամեն գիրք կարդալ, բայց այդ գիրքը հարմար չէ։ Ճիշտն ասած, Մարգոյի և Պետերի միջև տարբերություն կա։ Ֆրու Վանդան, ասաց նրան մայրիկը։ Նախ աղջիկներն ավելի շուտ են հասունանում, քան տղաները։ Երկրորդ, Մարգոն շատ է կարդացել, ծանոթ է ավելի լուրջ ստեղծագործությունների, և հետո նա անհամեմատ ավելի զարգացած, ավելի կրթված աղջիկ է, չէ որ նա համարյա գիմնազիա է ավարտել։ Սկզբունքորեն Ֆրու Վանդանը համաձայնեց դրան, բայց այնուամենայնիվ ասաց, որ ինքը անհրաժեշտ չի համարում երիտասարդությանը տալ այնպիսի գրքեր, որոնք նախատեսված են մեծերի համար։ Իսկ Պետերը առայժմ միայն սպասում է հարմար առիթի, որ նորից գիրքը ձեռքը գցի, և երեկոյան, երբ ամբողջ ընտանիքով դիրեկտորի առանձնասենյակում նստած ռադիո էինք լսում, նա իր գանձի հետ միասին բարձրացավ ձեղնահարկ։ 8:30-ին նա պիտի ներքև իջներ, բայց այնպես էր տարվել գրքով, որ չէր նկատել ժամանակը, և ձեռնահարկից գաղտագողը իջավ այն րոպեին, երբ հայրը ներս մտավ։ Կարող ես պատկերացնել, թե ինչ կատարվեց այստեղ։ Մենք լսեցինք խլացուցիչ ապտակ, քաշքշոց, գիրքը թռավ սեղանին, իսկ Պետերը դեպի սենյակի անկյունը։ Ընթրիքին եկան միայն ամուսինները, Պետերը մնացել էր վերևում, և ոչ ոք նրա մասին չհիշեց։ Նրան թողել էին առանց ընթրիքի։ Մենք անցանք հերթական օրակարգին, այսինքն սկսեցինք ուտել։ Եվ հանկարծ ականջ ծակող սուլոց, մենք քարացանք։ Գունատված նայեցինք իրար երեսի, դանակ պատառաքաղներն ընկան ձեռքներիցս, և այդ ժամանակ լռության մեջ հնչեց Պետերի ձայնը. «Չկարծեք, թե ես կիջնեմ»։ Վանդանը վեր թռավ տեղից և խեցգետնի նման կարմրելով բղավեց. «Չէ, սա արդեն չափազանց է»։ Հայրիկը բռնեց նրա թևը, վախենալով, որ հանկարծ մի փորձանք կբերի, և նրանք երկուսով կբարձրանան վերև։ Բարձրացան վերև։ Կատաղի ընդհարումից և սարսափելի աղմուկից հետո Պետերին ուղարկեցին իր սենյակը և դուռը վրան բանալիով փակեցին։ Նրա բարի մայրիկը ուզեց որդու համար ուտերբրոդ պահել, բայց հայրը անողոք էր։ Եթե նա իսկույն և այդ ներողություն չխնդրի, թող քնի ձեղնահարկում։ Մենք բոլորս սկսեցինք վիճել և ապացուցել, որ առանց ընթրիքի մնալը բավարար պատիժ է, իսկ եթե նա մրսի, նույնիսկ բժիշկ չի կարելի կանչել։ Սակայն Պետերը ներողություն չխնդրեց և գնաց ձեռնահարկ։ Պարոն Վանդանը ձևացնում էր, թե ինքը գործ չունի որդու հետ, բայց հաջորդ առավոտյան նա Պետերին տեսավ մահճակալին քնած։ Ժամը 7-ին նա նորից բարձրացավ ձեռնահարկ և միայն հոր հորդորներից հետո համաձայնեց իջնել ներքև։ 3 օր բոլորը քայլում էին հոնքները կիտած, համառորեն լռում էին, իսկ հետո ամեն ինչ առաջվա պես ընթացավ։ Աննա